Քուրեր եղբայրներ, շատ անգամ երիտասարդները ծնողներին չհասկացողի կամ հետամնացի տեղ են դնում։ Իրանք պատկերացնում են, թե արդեն իրանք մեծացել են, իրանց ծնողները արդեն հետամնաց են կամ բաներ կա չեն հասկանում։ Ավետարանը մեզ սովորացնում է, որ նորություն չկա, ինչ որ եղել է, լինում է, ու ինչ որ պիտի լինի, արդեն եղած է։ Այսինքն Սուրբ Գիրքը մեզ ասում է, որ նորություն չկա երկրի վրա, եղբայրներ, քույրեր։ Այս բոլորը վաղուց եկած են։ Մի տարբերություն, քույրեր, եղբայրներ, որ նախկինում մարդիկ ձիով էին ման գալիս, կառքով էին ման գալիս, մեքենայով են ման գալիս։ Նախկինում մարդիկ կամ 2 ժամում էին մի տեղից տեղ գնում, խոսքի հիմի 10 րոպեում են գնում։ Բայց բնությունը նույնն է, գործունեությունը նույնն է, ոչինչ չի փոխվում, ոչ մի բան չի ավելանում կամ չի պակասում։ Այդ ամենը, ինչպես որ եղել է, նենց էլ կա, Տերը օրհնի։ Եթե այն ժամանակ մարդիկ հացը ձեռք էին բերում կալսելու միջոցով, ձեռքով, հիմա մեխանիզմն է, բայց արտադրությունը նույն բանն է, ոչ մի տարբերություն։ Մենք այս հարցում պիտի հասկանանք։ Հիմա քուրեր եղբայրներ, եթե մարդկանց մոդան փոխվել է, մարդու մտքի մեջ է փոփոխությունը կայացել, դա չի նշանակում, որ այդ դիմացի մարդը չի հասկանում կամ այդ տվյալ անձնավորությունը չի պատկերացնում։ Մենք հաճախ երիտասարդներս ծնողներին անհասկացողի տեղ ենք դնում կամ հետամնացի տեղ։ Սկի լսել եք այսպիսի խոսք, ձեր ծնողները սկի ձեզ ասել են, ազիզ ջան, մի մոռանա, որ 20 տարի առաջ, 30 տարի առաջ, 40 տարի առաջ ես քո տարիքին եմ եղել։ Այսինքն, երբ որ դու փորձում ես ծնողին որևէ մի հարցում խաբել, սա չի նշանակում, որ քեզ հաջողվում է, ու ծնողդ եթե չի խոսում, չի նշանակում ինքը քեզ հավատաց, ուղղակի չի ուզում լսի։ Ես երիտասարդ տարիքում, որ գնում էի տուն ու ուշ էի գնացել տուն, ուզում էի մի բանով ոնց ասեմ, նարդվաներով որ բարձանում էի, տարանքում մտածում էի, այնքան էլ շուտ հաջողվում էր պատասխանը գտնելու, ու ասում էի, ծնողներս կամ ասենք մայրս լսում էր ու չէր խոսում, ասում էի, էտեր եղավ, անցավ, կարողացա, էս էլ հաջողվեց, խաբեցի, խելոք լսեցին, բայց մեկ մամաս թաքուն ասում էր, ազիզ ջան, ցավդ տանեմ, այն որ չեմ խոսում, չի նշանակում ես անհասկացող եմ, դու ես քեզանից լավ գիտեմ, մի փորձի, ուղղակի սուս եմ անում, որ խոսակցություն չլինի ընտանիքում, ասում էի, այ քեզ, փաստորեն հասկանում են այն բարդ, ես գիտեի, թե մենակ ես եմ հասկացող, երիտասարդներ, եղբայրներ, քույրեր, այն որ դու արել ես, մենք մի բան ավել ենք արել առաջուց, ձեզանից շուտ ենք արել, մի մոռանա, ես ձեզ մի հատ լավ պատմություն պատմեմ, չմոռանաք այդ պատմությունը, աղվեսը ընկնում է փոսը, այս կոմա թռնում, այն կոմա թռնում, չի կարամ դուրս գա դեից, գայլը գալիս ասում է, աղվես ես ինչ ես անան, ասում է շոք է, իջել եմ հովանում եմ, փաստորեն ասում է, որ իշտ եմ ես է կհովանամ, ասում արխային, այս գայլը, որ ուզում է իշնի, աղվեսին մի հատ պատբոռա պետք, հենակետ է պետք, աղվեսը դուրս է գալի, գելն ընկնում է մեջը, մի քանի ժամից հետո աղվեսը գալիս է, տենում է, գելը քրտնքում մտած, սենց է թռնում, նենց է թռնում, չի կարամ դուրս գա, ասում է գել, տենցել եմ թռել, նենցել եմ թռել, ըտեղից դուրս գալու վայրան չկա, հասկացաք երիտասարդներ, ձեր ծնողները ժամանակին նենցել են թռել, սենցել են թռել, այդ քանդերբազությունները մի կանի, իրանք դրանք շատ լավ են հասկանում, մի փորձի քո ծնողին հիմարի տեղ դնես, մի փորձի անհասկացողի տեղ դնես, մի փորձի հետամնացի տեղ դնես, իրանք լռում են, բայց չի նշանակում չեն հասկանում, լռում են, որպեսզի խաղաղություն լինի, որպեսզի ընտանիքում խոչընդոտ չլինի, որպեսզի քո տան մեջ, քո ներքին աշխարհը չբորբոքեն, լռում են, բայց չի նշանակում քեզ հետ համաձայն են, չի նշանակում, որ դու իրանց խաբեցիր, չի նշանակում, որ դու իրանց համոզեցիր, չի նշանակում, որ դու ճիշտ էիր, այս մարդիկ գիտեին ամեն բան, ուղղակի լռում էին,
իմ խնդրանքն է քեզ, ոչ մի անգամ մի փորձի համոզես քո ծնողին, մի փորձի նրան հետամնացի տեղ տնես, իրանք շատ լավ են հասկանում, եթե ինտերնետից բան չի հասկանում, համենայն դեպս լսածը խո գիտի, դու կարաս մի հատ քո պլանշետի վրա, քո կոմպյուտերի վրա մի բան կոդ դնես, այդ ծնողը չգիտի, չի կարող բացի, նրա ձևը չգիտի, ու չի նշանակում ինքը անհասկացողը, նշանակում է դու սվերխ աֆերիստ ես, որ եկել ես ծնողին, ուզում ես դա խաբել չի եղբայրներ քույրեր, դա քո գիտությունն ես ուզում բարձրացնել, դա լուրջ վնասա, անարգանք է ծնողին, հասկանում եք քույրեր եղբայրներ, վիրավորանք է ծնողին, այնց որ այսօր եթե կոմպյուտերի դար է եկել, ծնողները չգիտեն, մենք որ տելևիզոր ունեինք, նոր տելևիզոր է առել, պուլտով էր, մամային ասում եմ, մամ ջան, մի հատ միացրու, ասում էր ցավը տանեմ, չեմ կարող, ասում եմ, հայկնիկ, դրա լաստ ինչ է, այս կնոպկեն, այս այն էլ այնա, ասում էր, չէ, ցավը տանեմ, չեմ կարող ես անեմ, ես չգիտեմ, ես զարմանում էի, հիմա մեր երեխեքին են մեկ-մեկ շնորհակալ եմ Աստծուց, մի հատ հեռախոսի ունեի, այդ հեռախոսի վրա բաներ կար չգիտեի ոնց անեմ, անգամ Viber-ը միացնելու ձևի չգիտեի, որ մեկին էլ ասում էինք վերերում միացնում, ասում եմ, Ազի ջան, մի միացնե, ինձ սովորացրու Այսօր կողքից ես միացրիր, վաղը ես ոնց պիտի անեմ։ Քույրեր եղբայրներ, ծնողները եթե տարիքը եկել է, գիտությունը զարգացել է, չի նշանակում շնորհքը չկա իրանց կյանքում։ Այդ հասկանում են։ Երկու անձնավորություն գնում են արտասահման, արտասահմանում մեկը անգլերեն գիտի, մեկը չգիտի։ Հիմա այդ իմացողը արտասահմանում բացատրում ասում է, այս Երևանի հովիվն է, անգլերեն ասում, պաստոր Երևան, այսել ասում է, պաստոր Ախրքալակ խոսքի։ Այս եղբայրն ասում է, եղբայր ջան, լեզվի թալանչությունով չի։ Ուրեմն ասում է, չեմ հասկանում, էդ էլ չեմ հասկանում, պաստորը ստեղ, պաստորը ընդեղ, ես էլ չեմ հասկանում, հիմի ժողովուրդ ջան, Այդ որ քեզ շատ խելացու տեղ ես դնում, ծնողը շատ բան է հասկանում, բայց չի խոսում, հոգին հայտնում է, կարող է գիտությամբ չկարողանա քեզ բացատրի, բայց վերջը հավատքի մարդը, հոգևոր մարդը հասկանում է, Տերը ձեզ շատ օրհնի քույրեր եղբայրներ, կարդում եմ Ղուկասի այդ Ղևտացի գրքից, Ղևտացոնց գրքից 19:3-ը Գիրք Ղևտացիների 19:3 Ամեն մարդ իր մայրն ու հայրը պետք է հարգե եւ իմ շաբաթներս պետք է պահե ես եմ ձեր Տեր Աստվածը Ամեն մարդ պիտի իր մայրը եւ իր հայրը պատվի քույրեր եղբայրներ Սրանք մտքեր են Սուրբ գրքից, որպեսզի իմ ու քո կյանքում կարողանանք հասկանալ, վստահել եւ գիտակցել, որ այս ամենը մեզ համար շատ թանկ ճշմարտություն է։ Կարդում եմ 20-րդ գլուխ Առակաց 20-րդ գլուխ 20-րդ խոսքը 20 Առակաց Ով որ իր հայրը ու մայրը կանիծե, անոր ճրակը մութ խավարի մեջ պիտի մարվի։ Ով որ իր հայրը ու մայրը կանիծե, անոր ճրակը մութ խավարի մեջ պիտի մարի։ Ես խնդրում եմ ուշադրություն դարձրու Քանի անգամներ քո մտքի մեջ ասել ես, երբ պիտի մեռնեմ պրծնեմ սրանցից։ Մի փախնի։ Քանի անգամներ երբ պիտի չլինեն, որ այս ամենին ին վրա խոսացող չլի, ոնց ուզեմ նենցել անեմ։ Երբ որ չլինեն, շատ ծանր է սլդելու։ Քուրեր եղբայրներ։ Ես հիշում եմ, երբ որ իմ մայրը մեծ էր, ոտքերը ցավում էր, երեխեքին ասում էր Ազի ջան, երեխուն բեր մոտս օրորեմ։ Ասում եմ այ մեր ջան,
որ ընդեից պետք է բերեմ այն սենյակից քու մոտ, այնա ես է կորորեմ, էլի։ Կռավատը քաշտան բերեմ, ստել ես է կորորեմ։ Բայց մի ես դրա կարիքը ունեմ երեխեք չեմ։ Այ այդ հիվանդ ոտքերը ցավող մոր կարիք ունեմ։ Բայց մենք հաճախ մտածում ենք, այ բարդ երբ պիտի մեռնեն, սրանցից պրծնենք, ես ինչքան եմ մեր վրա խոսում։ Ավետարան ասում է, ով որ իր հայրը ու մայրը կանից է, անոր ճրակը մութ խավարի մեջ պիտի մարի։ Այն նեղության ժամանակ քո ունեցած լույսդ պիտի մարի քուրեր եղբայրներ։ Քանի որ այսօր ես ու դու անիծում ենք մեր ծնողներին, մենք խնդիր կունենանք մեր կյանքում։ Առակաց 23-րդ գլուխ 22 խոսքից, առակաց 23-22-ից, միջև 25-ը ներառյալ, հնազանդե մորդ, որ քեզ ծնել է, ու մի անարգի քո հորդ, երբ կծերանա, ճշմարտությունը ծախու առ, ու զանիկա մի ծախիր, նմանապես իմաստությունը, խրատն ու հանճարը, արդարի հայրը շատ պիտի ծնծա, ու իմաստուն զավակ ծնանողը անոր համար պիտի ուրախանա, թող քո հայրդ ու մայրդ քո վրատ ուրախանան, քո քեզ ծնանողը թող ծնծա, Տերը օրհնի քուրեր եղբայրներ ջան, Տերը զորացնի եւ մի կարևոր միտք է ուզում եմ կարդալ Առակաց 23-ի 15-16-րդ խոսքը։ Աստված ինչ է ասում, որչակ իմ, եթե քո սիրտը իմաստուն լինի, իմ սիրտը կուրախանա, ու երբ քո շրթունքներդ ուղիղ բաներ խոսեն, իմ երիկամունքներս պիտի ցնծան։ Եթե քո սիրտը իմաստուն լինի, իմ սիրտս պիտի ուրախանա։ Փառք Տիրոջ։ Եղբայրներ ջան, քուրեր ջան, երիտասարդներ, սրանք մեր կյանքում շատ կարևոր պայմաններ են։ Ես ուզում եմ նաև սրա կողքին խոսել մի փոքր մեր առաջնորդների համար։ Նրանք, ովքեր իրանց կյանքն են դրում հավատքի մեջ, նրանք, ովքեր իրանց հոգսերն են թողած որպես դայակ, որպես խնամակալ, ասեմ, որ Պողոս առաքյալի կյանքին, որ ուշադրություն դարձնում ենք, քուրեր եղբայրներ, մենք տեսնում ենք, որ առաքյալը բավականին լուրջ քայլեր ուներ։ Տիմոթեոսի համար ասում է, որ նա իմ զավակս է, ես դրան ծնեցի, ես դրան մեծացրի։ Կարդում ենք Գործք առաքելոց 20-րդ գլխի մեջ հանդիպում համարների ասում է, որ ես Միլիտոսեն մարդ ուղարկեցի, որպեսզի Եփեսոսի երեցները կանչի, հավաքեցի եւ այդ մարդկանց ասեցի, որ 3 տարի գիշեր ու ցերեկ չդադարեցա ձեզ հրապարակավ տների մեջ խոսել, սովորացնել, ասել գալիքը, այսինքն ոչ մի ջանք չէր խնայում։ Եվ եթե ուշադրություն դարձնենք քուրեր եղբայրներ Փիլիմոնի գիրքը կարդալուց, այդ մի փոքր գլուխը, բայց իր մեջ մի հատ մեծ բովանդակություն ունեցող կյանքի օրենք կա, որ քրիստոնյան երբ որ կարդում է, հասկանում է, Պողոսը ում համար էր այսքան ջանք անում, ինչի համար էր վիզը տակ տալիս, ինչի համար էր երաշխավոր լինում, անգամ Փիլիմոնի համար Փիլիմոնին ասում էր, որ Որեսիմոսին, երբ որ կգա ընդունի իրան, հարգի իրան, ոչ թե ծառայի պես, այլ հարազատ եղբոր պես ընդունի նրան։ Եթե քո հանդեպ չարություն արել, պարտք ունի, այդ պարտքն իմ հաշվին գցի։ Ես այդ պարտքը կհատուցանեմ, ես կտամ դրա փոխարեն, մենակ թե ընդունի Որեսիմոսին, որտեվ նա ինձ շատ սպասավորություն արել, շատ պետք է կան մարդ ա եղել ինձ համար, քեզ համար էլ կարող ա լինել, նախկինում ինչ ալ է ձեր մեջ չգիտեմ, բայց այդ մարդը ապաշխարել ա, նա ինձ շատ ծառայություն ա արել, քուրեր եղբայրներ, մեկի համար
ինքը կարողանում է Պողոս առաքյալը դնել իր ունեցվածքը, ծնողի պես վերաբերվել, հարգալից վերաբերվել, քուրեր եղբայրեր ջան, ուշադրություն դարձրեք, մի եղբայր մի օր մի հատ հետաքրքիր դեպք է պատմում, նրա անցած տարիների դեպք է, ասում է, որ ես մի եղբայր ունեինք, այդ եղբայրը այնտենց աշխարհի հետ կապ ուներ, ծխում էր, խմում էր, հավատքի մեջ էր գնում, գալիս, բայց ինքը տենց աշխարհից դեռ չէր կտրվել, ասում եմ, ես դրա հետ սկսեցի մտերմություն անել, սկսեցի ախպերություն անել, իր համար ծոմ պահել, իր հետ աղոթք անել, ի վերջո այս եղբայրը ապաշխարեց, դարձի եկավ, թողեց ամեն բան, հրաժարվեց ամեն ինչից, եւ ասում է, ամուսնացավ, ընտանիք ունեցավ, երեխեք ունեցավ, շատ նորմալ հոգևոր ծառայության մեջ, քուրեր եղբայրը ասում է, եւ մի օր ինձ մոտիկանում ասում է, գիտես ինչ եղբայր ջան, դու գիտես, որ քո տղեն ծխում է։ Ես ասում եմ, ասենց վատ զգացի, ասի եղբայր, ես գիտեմ, որ իմ տղեն ծխում է, բայց երբ որ դու էիր ծխում, ես քեզ տենց չմոտիկացա, ես քեզ ծնողի պես մոտիկացա, հարազատի պես մոտիկացա, քեզ գրկեցի, քո համար ծոմ պահեցի, քեզ դայակություն արեցի, ես քեզանից շատ տարիքով, բայց դու փոքր քո հետ ծնողի պես վարվեցի։ Այսօր երբ որ հերթը հասել է իմ տղեն ծխում, դու արա ոնց որ քո հետ են վարվել։ Եղբայրներ, քույրեր, էսա անշնորհակալ մարդկային տեսանկյունից ծառայություն քրիստոնյաների մեջ։ Էսա շատ անգամ որ շատ սպասավորեր կարող են անել, բայց հանկարծ որ մի բան էլ չանեն, այդ նույն ծնողի կարգավիճակով կարող ենք մոռանալ, ասենք, նա ինձ ինչ իմ նեղության ժամանակ։ Եղբայրներ, քույրեր, արածները, ով որ քեզ ինչ լավ բան անում է, քարի վրա գրի։ Որ մեկն էլ քեզ վատ բան անում, ավազի վրա գրի։ Քամին կտա ավազինը կջնջի, բայց քարինը չի ջնջվի, քարի վրա գրի։ Լավերը մենք հաճախ հակառակն ենք անում, լավերը ավազի վրա են գրում, վատերը քարի վրա։ Ավազը քամին տալիս է, ավազը կորցնում այդ գրվածքը, բայց քարի վրա գրածը չի մոռանում, գիշեր ու ցերեկ հիշում է, այս սատանան է քեզ, այս տեղափոխությունները անում, դու սրա տեղափոխությունն արա, խնդրի, որ Տերը օգնի քեզ, որ դու քարի վրա գրես բարի գործերը։ Հիմա այդ եղբայրը քեզ համար արել է շատ բաներ, քուրեր եղբայրեր, մի մոռանա, մի ուրանա, անցյալը հիշեք, ով ենք եղել մենք, որ այսօր կանք, այսօր մենք ավետարան ենք քարոզում, այսօր մենք ապրում ենք, սա մեր ավագ եղբայրերի շնորհքն է։ Սա նրանց աշխատանքն է, եթե նրանք մեզ հետ ճիշտ չվարվեին, մենք էլի այսօր կորած կլնեինք աշխարհում, հետ դարձած, գայթակղված, մենք էլ կասեինք գայթակղվեցի։ Քուրեր եղբայրներ, հարգեք ձեր գործավարներին, պատվեք նրանց, նրանք էլ ձեր հոգևոր ծնողներն են, նրանք ձեր հոգևոր հայրերն են, նրանք ձեզ համար քիչ բան չեն արել, քիչ բան չեն անում ու քիչ բան էլ չեն անելու, շատ բան ունեն անելու, բայց դու այսօր միգուցե մտածում ես, որ քո ուզածի պես չեն անում, քուրեր եղբայրներ, կարևորը նա չի, որ քո ուզածի պես, դու այդքանն ես հասկանում, մենք երեք խոսեցինք, որ Աստված մեզ համար ճանապարհներ է քանդում, մեր կառուցած ճանապարհներն է քանդում, Սուրբ Գիրքը մեզ ասում է, որ Աստված իր սարքած ճանապարհներով է ուզում մեզ տանել, այն ճանապարհով, որ մեզ համար հավիտենական կլինի, դու մի գնա նրա հետևից, գնա այն մարդու հետևից, արդարի ծեծը յուղման օծ է ինձ համար, եղբայրեր քույրեր, քո մեծի, քո ավագի խրատը կարևոր է, մի անարգի, ինչպես այն խոսքերը ծնողի մասին է վերաբերվում, այսօր Սուրբ Գիրքը ասում է, այդ նույն խոսքերը հոգևոր տեսանկյունից քո ավագ
եղբայրերի համար, այո քուրեր եղբայրներ ջան, շատերը կարող են վկայել, ես էլ եմ վկայում, եթե մեր առաջնորդները, մեր ավագ եղբայրերը չլինեին, մենք էլ այնքան սայթակեցինք մեր երիտասարդ տարիներում, այնքան վրիպումներ կարող էինք թույլ տալ, եթե մենք դրանք մեր կողքին կանգնած չլինեին։ Տերը օրհնի քուրեր եղբայրներ։ Ես ուղղակի ուզում եմ, որպես հավատքի ժողովուրդ կարողանանք խորը ուշադրություն դարձնել նաև մեր առաջնորդների վրա, մեր քույրերի վրա, այն մայրերը եկեղեցում, որ կարող են քեզ խրատել, քեզ օգնել սիրելի քուրս, այն եղբայրերը, որ կարող են քեզ խրատել, դու այսօր այդ մարդկանց համար աղոթք արա, եթե առիթ էլ կա, Տերը օրհնի քեզ, միգուցե մի քիչ կոպիտ լսվի, բայց կոպիտ մի ընդունի որպես ֆիզիկապես հենց այդպես, ես այդ կարգի մարդկանց ձեռքերը պաչելու կարիք ունեմ, որտեղ նրանք ինձ համար մեծ քայլեր են արել։ Այդ կարգի մարդիկ այսօր քո կողքին կարող են կյանք դնել քո համար, դրանց ոչ թե պիտի անարգես, նրանց ձեռքերը արժե պաչես։ Չեմ ասում գնա պաչի, ինչ ճիշտ հասկացի, ուզում եմ ասել, պատվի իրանց, հարգի իրանք կյանք են դրել քո համար, կյանք են դնում քո համար։ Այսօր որ այսքան հնարավորությունները դու ունես, այս հեշտ չի հնարավորությունները ստեղծվել։ Այսօր որ դու ունես ազատ հնարավորություն, մենք այսօր խոսում ենք եղբայրերի հետ 15 տարի առաջ ճամբարի վիճակը, սեղան աթոռ էդս, դռները հանում էին երեկոները, վրեն քնում, կռավատ չկար, դժվարություններ շատ կար, բայց մի փառք Տիրոջ, ամեն հնարավորություն մենք ունենք ժամանակին, եւ սա արվում է մեր բարեկեցության համար, ձեր համար երիտասարդներ ջան, ձեր համար որ դուք գաք, եւ սա ինչքան հոգեվորությունը, ինչքան պայմանները բարելավվեց, այնքան հոգեվորությունը պակասեց։ Տերը ձեզ շատ օրհնի, հետ դառեք, որտեղից ես ընկել, սա հենց այնպես չի։ Մի երիտասարդի հետ խոսում եմ, ասում եմ, Սասուն ախպեր ջան, մեր մոտ Ռուսաստանում պայմանները շատ լավն է, բայց հոգևորությունը այս աստիճանի չի։ Եղբայրներ, քույրեր, մեր մոտ միգուցե պայմանները այդքան բարեկեցիկ չի, բայց պայմանների համար չենք մենք ապրում, մենք Քրիստոսի համար ենք ապրում, սրա համար փառք տանք Տիրոջը, ասենք շնորհակալ ենք, ոչ թե շատ անգամ լսվում ասում, ես ստեղ պետք է քնեմ, ասի շան, որտեղ ուզում ես քնի, մենակ հոգևոր դառի։ Քնելով չեն հոգևոր դառնում, աղոթելով են հոգևոր դառնում, խոնարհվելով են հոգևոր դառնում։ Մեկը մեր Գևորգ եղբայրը մեկ ասում էր, «Թող մի բան գցի բերանդ, թող ձենը կտրի, պարտադիր չի ես ին ոնց ուտես, քեզանից շնորհակալ չի լինելու, փորդ քեզանից շնորհակալ չի լինելու։ Մի բան տվեցին կեր, թող ստամոքսդ լռի, հոգևորություն ձեռք բեր։ Այսօր որ դու ստեղ ես, հոգևորության համար ես, չես եկել բարեկեցության համար, եկել ես հոգևոր հանգիստ առնելու, խաղաղություն առնելու, Քրիստոս կյանքին հաղորդ լինելու, եւ սա թող փառավորի քո կյանքում Աստծուն սրանով ուրախացի։ Իսկ սրա համար եղբայրեր, քույրեր, արժե որ մենք շնորհակալություն հայտնենք Աստծուն մեր ավակ եղբայրերի համար, մեր առաջնորդների համար, նրանց համար, որոնք իրանց կյանքը չեն խնայում, դրած իմ ու քո համար պայմանները ստեղծում, փառք Տիրոջ անունին, Տերը օրհնի քույրեր եղբայրներ, ամփոփում եմ խոսքս, եթե մեր ֆիզիկական ծնողները մեզ համար շատ կարևորություն են, ուզում եմ նաև սրա մեջ գտնենք մեր հոգևոր հայրերին, մեր հոգևոր առաջնորդերին, ինչպես Պողոս Առաքյանն ասում է, շատ քարոզիչներ կարող են լինել, բայց շատ հայրեր չկան։ Այսօր այդ հայրերի մենք կարիք ունենք, քույրեր եղբայրներ, այդ հայրերի ծարավը ունենք, նրանք մեզ համար հայրություն անեն, մենք էլ նրանց համար որդի լինենք, ծնողի պես կարողանանք հարգենք ու ընդունենք, թող Աստված օրհնի քույրեր եղբայրներ, 5-րդ պատվիրանը, 16-րդ խոսքը 5-րդ գլխի 2-րդ օրինաց, պատվե քո հայրդ ու մայրդ, ինչպես քո Տեր Աստվածդ քեզի պատվիրեց, որպեսզի քո օրերդ երկար լինեն այն երկրի վրա, որ Տերը քեզի պիտի տա։ Պսակադրությունների ժամանակ քո կյանքի բոլոր օրերի մեջ, քույրեր եղբայրներ, ծնողի օրհնությանը կարևորություն տուր։ Ծնողներին ներողություն խնդրի։
Եթե ընկել ես դժվարություն ունես, մի ամանչի, գնա, թեև ծնողները ներում են, բայց դու գնա ներում խնդրի։ Եվ երիտասարդը կարող է բոլորին օգնել, բայց ոչ իր ծնողներին։ Սրա մեջ է ուշադիր եղեք եւ վերջում քուրեր եղբայրներ ջան, ծնողներին անհասկացողի տեղ չդնես։ Ծնողներին հետամնացի տեղ չդնես։ Դա այդ քո պատկերացրածը չի։ Տերը քեզ շատ օրհնի։ Պատվի քո հորդ ու մորդ ամեն։ Կանգնենք աղոթքի քուրեր եղբայրներ։